Այսօր կարող է շատ սովորական լինի իմ խոսքերը, որ ասում եմ, կարող է ամեն տեղ իմանաք այս բաները, բայց ինչու համար եմ կրկնում այս բաները, որտեղ շատ կարևոր բաներ են, որ մենք պետք է մեր հավատքի կյանքի մեջ միշտ հիշենք այս բաները։ Ուրեմն թողեք աղոթենք, որ Աստծո հոգին գա մեր վրա։ Ես հավատացած եմ, առանց Աստծո հոգին ոչ մի դասերակցություն չի կարող տեղի ունենալ։ Հայր Աստված, Հիսուս Քրիստոսի անունով աղոթում ենք եւ բարձրացնում ենք քո սուրբ անունը։ Եվ ուզում ենք, որ Տեր քո շնորհքը թափի, քո սուրբ հոգուտ Տեր իմ Աստվածյան զորությունը կա մեր վրա, որ կարողանանք հասկանանք, որ որտեղ ենք բնակված այդ ճամփորդության մեջ։ Ուրեմն Տեր իմ Աստված, մեկ առ մեկ քո եղբայրներից բարձրացնում եմ քո առաջ։ Եվ Տեր Աստված, թող որ այսօր որ մենք գոհանում ենք ամեն այդ բարիքների համար, որ մեր կյանքի մեջ կա ով Աստված, գոհանանք այդ բաներից, որ դու մեր կյանքի մեջ ես արել ով Տեր։ Հանձնվում ենք քեզ, ով Սուրբ Հոգին մեզ հետ խոսա։ Հայր Աստված, Հիսուսի անունով խնդրեցինք, ամեն։ Որոնք են այն քայլերը, որ Աստված ձեռնարկել է մեզ համար։ Առաջի բանը, որ Աստված մեզ համար արեց, եւ շատ կարեւոր է, Աստված կարող էր չստեղծել։ Ամեն, բայց Աստված ստեղծավ։ Աստված մեզ հետ գործ ուներ, որ մեզ ստեղծավ։ Գիտեք, ոմանք ասում են, ախր ինչ օգուտ ուներ, Աստված ինչու պետք է մարդու ստեղծել։ Որտեւ Աստծո բնությունը ստեղծագործություն է։ Ամեն։ Աստված չի կարող որ չստեղծագործի։ Աստված չի կարող սեր չունենա։ Աստված այդ բանի համար պետք է իր ամբողջ էությունը մեծ հեվով ցույց տար։ Մեծ հեվով պետք է այդ գործեր։ Շատ անգամ ես ասում եմ, եթե դու գրպաններից մեջ լիքը փող ունենաս, բայց տեղ չլինի իրան ծախսես, այդ փողը ինչ պետք է։ Կոպեկ չի արժում, այդպես չի։ Մտածեք դուք ընկել եք մի հատ այլենդի մեջ, մենակ եք, ոչ ոք չկա է եւ $10 միլիոն փող ունեք։ Ոչ խանութ կա, ոչ բան, այդ փողը 1 կոպեկ չի արժի։ Այդպես չի։ Ուրեմն շատ կարևոր է որ մենք իմանանք, եթե Աստվածը ստեղծագործել է իր սերով եւ իր էությունով, ուզեցել է որ իր գործը կատարվի մարդու միջոցով։ Գործը փոխանցվի, իր սերը փոխանցվի մարդու մեջ եւ այս շատ ուրախալի մի բան է, որ Աստված մեզ արժանի է դարձել, որ իր ստեղծագործությունը լինենք։ Նա մարդկանց չի ստեղծել պատահաբար, Աստված պատահաբար մի բան չի անում։ Կարող ասեք ամեն։ Աստված պատահաբար մի բան չի անում։ Եվ տեսեք ինչքան կարևոր ենք մենք այսօր, որ Աստված պատահաբար մեզ չի կանչել եկեղեցու մեջ։ Աստված ամեն մեկից հետ գործ ունի։ Աստված accidentally ոչինչ չի անում։ Աստված երբեք սուրպրայզ չի լինում։ Ինչ որ անում է, իմացած է քայլ վերցնում։ Եվ այսօր որ մենք Աստծո մեջ ենք, Աստված անպայման մեր նպատակը, մեր ծրագիրը, ամեն ինչը կարող է օրհնի եւ կարող է մեզ այդ ուղիների մեջ դնի, որ ինքն է ուզում։ Ուրեմն Աստծո առաջի քայլը մեզ համար սա է, որ ինքը մեզ ստեղծել է։ Նա մեզ ստեղծեց, որ ճանաչենք իրան։ Անդրադարձնել մարդկանց իր մասին, իր քայլերի մասին։ Մենք եթե ավետարանաշտուն ենք անում մարդկանց, դրա պատճառով է, որ մենք մարդկանց հասկացնենք, ժողովուրդ, Տերը ձեր ստեղծողն է։ Այն Տերը, որ աշխարհն ու երկինքն ու երկիրը ամեն բանը ստեղծել է, կենդանիներին ստեղծել է, այդ Տերն է ձեր Հայր Աստվածը։ Եվ այդ բաներով մենք իր բնությունը վերցնելով մարդկանց սովորեցնում ենք, որ Աստված ով է։ Եվ այս շատ կարևոր է, որ Աստված մեզի իր կերպարանքով է ստեղծել։ Այն Աստուծո տրված է մի հատ կարևոր մի բան։ Նա մեզ ստեղծեց իր պատկերովը եւ ձևավորեց մեզ, որ ապրենք համբերության մեջ միջով վերջ իր հետ։ Շատ կարևոր է, Աստված մեզի տանում է մի ճանապարհի մեջ, որ այդ ճանապարհի մեջ շատ բաներ մենք պետք է սովորենք, շատ բաներ պետք է ուսումնասիրենք։ Եվ Աստված այսօր ամեն մեկից կանչել է եւ ամեն մեկից համար տարբեր ծրագիր ունի։ Եթե ես քայլում եմ իմ ճանապարհին, դա չի նշանակում, որ դուք էլ ընդ այդ ճանապարհին, որ ես եմ գնում, դուք քայլեք։ Այդ ճանապարհը, որ դուք գնում եք, անպայման Աստծո մեջ մի հատ նպատակ կա։ Եթե ցավերի մեջից ես անցնում, եթե հիվանդությունների մեջից ես անցնում, եթե ուրախության մեջից ես անցնում, հարստության, աղքատության մեջից ես անցնում, վստահ եմ, որ Աստված ամեն մեկից համար մի նպատակ ունի եւ մի գործ ունի, եւ նա հավատարիմ է իր ամբողջ խոստումների մեջ։ Նա մեզ ստեղծեց իր պատկերով։
եւ ծրագրեց, որ մենք հարաբերություն ունենանք իր հետ։ Աստու ամենակարևոր բաներից սա էր, որ ինքը պետք է հարաբերության մեջ կար ամենախելացի անձնավորության հետ ստեղծագործության մեջ։ Եվ դրա համար մարդուն ստեղծավ, որ իր հետ հարաբերության մեջ կա։ Չէ որ ինքը պակաս ուներ։ Աստված պակաս չուներ, որ հարաբերություն ստեղծեր մարդու հետ, որ իր պակասը լրացներ։ Աստված սիրում էր, որ իր բնությունը, իր սերը, իր մեծությունը փոխանցի մի մարդու, որ այդ մարդը ճանաչում է իրան, փոխանցի մի մարդու, որ այդ մարդը կարողանում է հասկանալ իր սերը։ Եվ Աստված դրա համար այս ճանապարհի ընթացքին ամեն մեկիս հետ խոսում է, որ մենք կարողանանք հասկանալ իրան, եւ որ մենք հասկանում ենք նրան, հասկանում ենք իր սերը, հասկանում ենք իր իմաստությունը, ինչքան ավելի օգտավետ անձնավորություն ենք լինում այս ստեղծագործության մեջ։ Եթե այսօր ամեն մեկից հարցնենք մենք ստեղծագործության մեջ ինչ գործ ենք անում, ինչ պատասխան ունենք տալու։ Եթե ասենք Աստծո ստեղծագործության մեջ դու մեկ պարտականություն ունես անես։ Մենք լավ մտածենք, տեսենք ինչ ենք անում Աստծո ստեղծագործության մեջ։ Մրջյուններ առավոտից մինչև գիշեր աշխատում են։ Մեղուները աշխատում են։ Անձրևը աշխատում է ամպերի միջոցով։ Գետերը գնում են, ջրում են երկիրը։ Մարդը ինչ է անում։ Եվ դժբախտաբար մարդը մեղքի մեջ ընկնելով սկսա փչացնել։ Չէ որ ոչինչ չի անում ստեղծագործության համար, այլ ստեղծագործությունը միջից ստանում է։ Այսօր ամեն մեկս ինչ ենք անում։ Հայր Աստվածը մեզ ստեղծել է եկեղեցու մեջ է դրել, որ մի բան անենք իր արքայության համար, որտեղ արդեն երկիրը տապալված է մեղքի մեջ։ Երկիրը գնացել է մեղքի մեջ եւ ամեն օր երկրի վիճակը վատանում է։ Բայց մեզ համար մի բան տրված է։ Այդ փչացած երկիրը մեզ չի պատկանում։ Մենք գործում ենք արքայության համար, ամեն։ Մենք պետք է գործենք արքայության համար։ Եվ ով է գործում արքայության համար, նա որ Աստծո հետ հարաբերություն ունի, նա որ ճանաչում է իր սերը։ Անցյալ օր մի վիդեո դրեցի Facebook-ի մեջ, մի աղջկա մասին է։ Շատ հետաքրքիր է, որ Աստված ինչքան զարմանալի է իր սերն ու մեծությունը։ Այդ աղջկան երիտասարդ ժամանակ 18 տարեկան է լինում, եւ այդ 18 տարեկան ընթացքին իրան բռնապարում են։ Եվ այդ աղջիկը շատ է սիրտը կոտրվում։ Գալիս է եւ ասում է, ես ասում կթողնեմ Աստված, եթե կար, ինչու ես բաներ ինձ համար պատահեց։ Սիրտը կոտրված ասում թողնում է։ Եվ ընկնում է մեղքի կյանքի մեջ։ Ինքը ասում է, որ մի տարի ես մեղքի կյանքի մեջ ապրում էի։ Եվ հասավ մի օր, որ մի ձայն ինձ ասում էր, այսօր պետք է դու քեզի սպանես եւ քեզի պետք է վերացնես։ Ասում է, այդ րոպեին մի բան մտքիս մեջ եկավ, որ պետք է աղոթեմ։ Ասում է, եւ սկսեցի աղոթ բարձրացնել, ասի Տեր, մի բան ասա։ Մի բան արա ինձ համար։ Տեսնում ես ինչքան կոտրված եմ։ Էլ որոշումս արել եմ, որ մեռնեմ։ Ասում մեկ անգամից երկու ցերեկանի մուսերս բռնեցին։ Ասում եւ որ հետ տարեցի տեսա Տեր Հիսուսն էր։ Ասում Տեր Հիսուսը ինձ գրկավ, աղջկա անունը Դեբորա է։ Ասում գրկավ, ասավ Դեբորա աղջիկս, հոգս մի արա, ես քեզ հետ եմ հիմա։ Եվ ասում նստավ ժամեր, ասում ինքը ինձ գրկած, ինձ մենակ շոյում էր եւ իմ հետ խոսում էր եւ ինձ ասում էր ամեն բան քո համար լավ կլինի, մի հոգս արա, ես քեզ հետ եմ եւ ես քեզ սիրում եմ։ Գիտեք, մեր Աստվածը եթե գործում է, մեր Աստված եթե լսում է, ինչքան ավելի մենք այսօր պետք է գործենք։ Եթե մենք Աստծո կերպարանքով ենք ստեղծված, Աստծո սերը պետք է ճանաչենք։ Ճամփորդությունը Աստծո հետ մեզի տանում է մետեղ, որ Աստծո սերը ճանաչենք։ Աստծո սերը, այնպեսի սերը, որ խաչի վրայից Հիսուսն ասում է, Տեր սրանցների, որ չեն իմանում ինչ են անում։ Աստծո սերը Ստեփանոսի մեջ այնպես գործեց, որ Ստեփանոսն է նույնիսկ այդ չարչարանքի մեջ քարկոծելու ժամանակ ինքն ասում էր Տեր ներիր սրանց, որ չեն իմանում ինչ են անում։ Բայց դժբախտաբար մենք հավատացյալներս դժվարության մեջ որ ընկնում ենք, առաջի հոգում որ քարկոծում ենք, Աստծուն ենք քարկոծում։ Աստված բավուր ես, ինչու չկաս։ Եվ Աստված ուզում է որ մենք այսօր ճանաչենք իրան։ Այդ ճանապարհները անցյալ շաբաթ ասեց, ես ճամփորդությունը որ մենք Աստծո հետ գնում ենք, Աստված չի խոստացել որ այդ ճամփորդությունը հեշտ ճամփորդություն կլինի։ Այդ ճամփորդությունը ունի ցավ, ունի տառապանք, ունի դժվարություն։ Ծննդոց առաջի գլուխ 27-րդ համարը Աստված մարդուն ստեղծեց իր պատկերով, իր պատկերով։ Եվ որ ասում ենք Աստվածը ստեղծեց մարդուն իր պատկերով,
չի նշանակում մենք 100% Աստծո նման ենք։ Այդպես չի, Աստծո նման մենք սեր ունենք։ Աստծո նման որոշում ենք կարող կայացնենք։ Աստծո նման կարող ենք մարդկանց խրախոսենք։ Աստծո նման կարող ենք մի բաներ հնարենք, որ մի գործ անենք ստեղծագործության մեջ։ Եվ այսօր մենք Տեր Հիսուսի միջոցով Աստծո մեջ կանչված ենք, որ զավակներ լինենք Աստծո համար։ Երկրորդ բանը, որ Աստված անում է ճամփորդության մեջ, Աստված նախ սիրեց մեզ։ Աստված նախ սիրեց մեզ, այսինքն ինչ, այն ժամանակ որ սիրելու արժանի չենք, Աստված մեզ սիրեց։ Սիրելու արժանի չենք։ Այսօր կարող է մեր մեջ մարդիկ լինեն, որ իրանցից այնքան գոհ չեն, բայց Աստված սիրում է մեզի։ Այնքան իր սերը տարօրինակ է, որ մենք չենք կարողանում հասկանալ։ Եվ մենակ ու մենակ ճամփորդելը Աստծո հետ, այս սերը մենք կարող ենք գտնենք եւ իր հետ կարող ենք ծանոթանալ։ Նախքան մենք երբևէ դիմենք նրան, նա արդեն իր սերը դրել էր մեզ վրա։ Աստված սիրում է մեզ առանց պայմանների։ Դուք եթե մոկու սիրում եք, պայման կա, այդպես չի։ Կինու մարդիկ, որ ամուսնանում են իրար հետ, պայմաններ ունեն իրար հետ։ Եթե իրանց հարաբերությունը ճիշտ չլինի կամաց, սառում է այդ սերը։ Ճիշտ կարծես մի բան պետք է անես, մի բան պետք է ստանաս։ Ճիշտ կարծես բիզնես ենք անում, բայց Աստծո սերը բոլորովին չի պատկանում այդ բանին։ Աստծո սերը բիզնես չի ճանաչում։ Աստծո սերը ոչ մի բանի կարիք չունի։ Մենք այսօր կարիք ունենք մի բան մեկը անի, որ մենք կարողանանք իրան սեր ցույց տանք։ Աստծո խոսքն ասում է, եթե մեկը քեզ բարիություն անում դու փոխարինում ես, շատ մեծ գործ չես անում։ Որտեվ ասում են, որ եթե եղբայրիդ բարև ես ասում, եղբայրիդ օրհնում ես, որ քեզ սիրում է, այդ օգուտ չունի։ Մենք պետք է ումի սիրենք, այն մարդկանց սիրենք, որ իրանք դառնության մեջ են, իրանք խնդիրների մեջ են, սիրենք եւ իրանք համար մտածենք։ Նա նախ սիրում է մեզ եւ նրա սերը մեզ օգնում է սիրել նրան։ Հետաքրքիր է, Աստծո սերը գալիս է մեր մեջ, կարողանում ենք ճանաչել սերն ինչ է եւ այդ պատճառով սկսում ենք Աստծուն սիրել։ Մենք առանց Աստծո սերի բնակչությունը մեր սրտի մեջ չենք կարող Աստծուն սիրել, որտեղ մեր սերի quality-ն շատ տարբեր է Աստծո սերի quality-ի հետ։ Աստծո սերը օտար մի սեր է։ Եվ այս ճամփորդության մեջ Աստված ուզում է մենք ճանաչենք իր սերով առաջ գնանք։ Առաջին Հովհաննես 4:19 համար։ Ասում է մենք սիրում ենք նրան, որովհետև նախ նա սիրեց մեզ։ Մենք շատ մեծ գործ չենք անում, որ իրան սիրում ենք, որտեղ նախ որ մենք սիրեինք, Աստված մեզ սիրում էր։ Ամեն։ Աստված ուղարկեց իր որդուն Հիսուս Քրիստոսին մեզ փրկելու համար։ Ինչքան ենք մտածում այս մեծ գործի համար։ Ինչքան ենք մտածում, ինչքան մենք կարևոր մարդիկ էինք։ Ես կարծում եմ ոչ մեկ կարևորություն չունեինք այն ժամանակ, որ Աստված նայեց մեզի։ Մենք Հիսուսի խաչի միջոցով կարևոր մարդիկ ենք դառնում։ Եվ Աստված, որովհետև ուզում էր մեր պոզիցիոնը բարձրացնել, մեզի տաներ այդ տեղի վրա, որ ինքն էր փափակում, իր միածին որդուն տվեց, որ իր դեմ մենք ունենանք առավելություն, ունենանք այդ նստարանը Հիսուս Քրիստոսի հետ երկնքներում, ունենանք այդ գահը, որ Աստծո հետ մենք պետք է հավիտենական ապրենք։ Եվ այս ամեն բանը մենակ ու մենակ Հիսուսի սիրո մեջ Հայր Աստծո նպատակների եւ սիրո մեջ է կատարվում։ Ուրեմն թողեք մեր ընթացքը, մեր ճամփորդությունը Աստծո հետ քայլելը իմաստությունով լինի, հասկացողությունով լինի։ Այդ որ եկեղեցի են գալի, երկու հատ երգում ենք եւ գնում ենք, այդ բավական չի։ Օրվա ընթացքում մենք պետք է Աստծո հետ քայլենք։ Ժամեր ունենանք Աստծո հետ եւ Աստված իր սերը մեզ ցույց կտա։ Աստված ուղարկեց իր որդուն Հիսուսին, այդպես որ ասացի։ Սա ամենամեծ քայլն էր։ Նա եկավ մարդկության մեղքի փրկելու համար։ Մեծ քայլ է, որ մեկ իր որդուն նվիրի մի հատ օտար մարդի համար։ Չէ որ լավ մարդկանց համար։ Մեղավոր եւ կեղտոտ մարդկության համար մեկ իր որդուն զոհի։ Տեսեք ինչքան Աստծո սերը մեծ է եւ անհասկանալի։ Աստված իջավ մեր կոտրված աշխարհի մեջ,
եկավ այս կոտրված աշխարհը նորոգելու։ Նա մեր փոխարեն խաչվեց։ Հիսուսը կարող էր չաներ, բայց եկավ մեր փոխարեն խաչվեց։ Նա հեռացրեց մեղքի պատնեշը, մեղքի սադը, այդ բանը որ արգելք է հարաբերության, արգելք է ունենալ Աստծո հետ conversation, ունենալ Աստծո հետ խոսքոզրույց։ Այդ բանը Հիսուս Քրիստոսը խաչի միջոցով կոտրեց։ Եվ որ գերեզմանի քարը կոտրվավ, եւ որ տաճարի մեջի վարակույրը պատրվեց, այդ ցույց էր տալի, որ մարդկությունը կարողացան ներս մտնել Աստծո ներկայության մեջ եւ Աստծո ներկայությունը կարողանան վայելեն եւ ամեն բանը Հիսուս Քրիստոսի խաչի միջոցով կատարվեց։ Նա բացեց ճանապարհը, որ կրկին վերադառնանք Աստծո մոտ։ Մեր ճանապարհը որ գնում ենք վերջնականությունը հասնելու է Հայր Աստծո մոտ։ Մեր destination-ը Աստծո արքայությունն է։ Եթե մենք քայլում ենք, այդ քայլելու ընթացքին սովորում ենք Աստծոց, որ կարողանանք հասնենք։ Մատ հետաքրքիր բան կա, պատմություն չեմ կարող ասել, մատ արագ ասում են, եթե ուզենանք մենք կեթանք դրախտ եւ վերջի կանգառը, train-ը գնում է եւ վերջի կանգառը դրախտն է, ներողություն, նախավերջի կանգառը դրախտն է եւ վերջին կանգառը Աստվածն է։ Դուք ո՞ր մեկ կանգառը գիժնեք։ Վերջինը թե նախավերջինը։ Աստված մեզի տանում է այդ գնացքով, այդ ճանապարհով տանում է, որ հասցնի իր արքայության մեջ։ Եվ որ մենք Աստծո հետ ապրում ենք, ճիշտ կարծել դրախտը ամեն ինչը իր արժեքը շատ ավելի է ավելանում, որտեղ Աստծո ներկայությունն է, որ այդտեղ մեզ համար շատ քաղցր է։ Առաջին Հովհաննես 4:9-ից մինչև 10-ը ինչ է խոսում։ Սա է Աստծո սերը, որ նա իր միածին որդուն ուղարկեց աշխարհ, որ մենք կյանք ունենանք նրանով։ Նա ուղարկեց իր որդուն, որ մեղքերի խավությունը լինի ամենի համար։ Ինչքան կարևոր է, մեղքը ջնջվում է, հարաբերությունը ստեղծվում է եւ մենք հասնում ենք Հայր Աստծուն։ Չորրորդ քայլը, որ Աստված անում է, Հիսուսը մահացավ եւ հարություն առավ մեր փրկության համար։ Նա վճարեց այն գինը, որը մենք երբեք չէինք կարող վճարել։ Հիսուս Քրիստոսը ճամփորդության մեջ ամեն գինը ինքն է վճարում։ Սիրեք մարդկանց հետ դեռ ճամփորդուն իրանց ձեռքը գրպանի մեջ չգնա։ Անցյալ շաբաթ ասեցի, մարդկանց կարող եք երկու ձևով ճանաչեք, իրանց հետ ճամփորդուն գնաք կամ իրանց հետ բիզնես անեք։ Այդտեղով կարող եք իրան ճանաչեք։ Հիսուսը ամեն գինը վճարեց։ Գիտեք, հայտնության մեջ ասում է երանի նրանց, որ գառնուկի հարսանիքին հրավիրված են։ Գիտեք ինչու ասում գառնուկի հարսանիքին, որտեղ այդ ամենը կապված է հրեական քալչերին, որտեղ Փեսան գալիս էր հարսին ուզենալու, ինչ անում, հարսի հայրն ասում է պետք է այդպես տեղ պատրաստես, պետք է մեզ փող տաս, որ ես աղջկան պահեմ քո համար։ Հրեական քալչերի մեջ այդպես էր։ Եվ Փեսան գնում էր, տեղ էր պատրաստում, բայց աղջկա հայրը մենակ գիտեր, որ ինչ որ պետք է Փեսային կանչեր։ Եվ դրա համար Հիսուս Քրիստոսը ասում է. ոչ ոք չի իմանում այդ օր, որ ես հետ եմ գալի, միայն իմ հայրը, եկեղեցու հայրը, հարսի հայրը մենակ գիտի, որ Հիսուս Քրիստոս երբ է հետ առնալու։ Եվ ինքը գինը վճարավ։ Հիսուսը այդ գինը վճարեց եւ հիմա երկնքում ինչ անում, տեղ է պատրաստում մեզ համար գահացնենք այդ թափիկին։ Ինքը տեղ է պատրաստում, բայց Հայր Աստվածը ժամանակ է որոշել, որ Հիսուսը հետ դառնա իր հարսին տանի։ Եվ այդ տեղը, որ ինքը պատրաստել է, հարսին ինչ անի, տեղավորի Փեսայի հետ տեղ ապրելու համար։ Ներողությունը Աստծուն մենք տեսանք։ Մեղքի պատիժը հանված է, մեղքի պատիժը վերջացած է, ազատություն տեսանք։ Մեղքը այլևս մեզ չի կառավարում։ Կա մեր մեջ մարդիկ, որ մեղքն է իրանց տանում։
Եթե կա, պետք է լուրջ մենք մոտենանք, քայլենք Հիսուսի հետ, մեղքը մեզի չտանի։ Երբեմն մեղքը շատ փսփսան օծի նման է գալի, մենք իր ներկայությունը չենք զգում։ Եվ Դավիթը շատ հետաքրքիր ասում է. Տեր, մատ ուղիղ սիրտ իմ մեջ։ Մատ ուղիղ սիրտ։ Մենք կարող ենք այսպես աղոթենք. Տեր, մատ ուղիղ սիրտ իմ մեջ, որ կարողանամ իմանամ ինչ կա, որ քեզի չի պատկանում, ինչն է, որ դու չես սիրում։ Եվ այն ժամանակ Աստված բարի սիրտը կտա մեզ։ Հիսուսը միջից տարավ, մահը պարտվեց, հույսն եկավ, մուտքը Աստծո մոտ կատարվավ եւ մենք կարողացանք մուտք ունենանք Աստծո մոտ, պատնեշը վերացավ, միջից գնաց, ճանապարհը ճիշտ կարծես արդեն մենք ամբողջ սպիդով կարող ենք այդ ճանապարհի մեջ գնանք։ Աստված մեզ տվեց Սուրբ Հոգուն, 5-րդ բանը, որ Աստված այս ճամփորդության մեզի տալիս է Սուրբ Հոգին է։ 3 օր առաջ Անդրևի մեջ ես ուզում եի գայի եկեղեցի, Անդրևն շատ ուժեղ էր, ճանապարհ կորցրեցի։ Ընկա փողոցների մեջ կորցրեցի, մութն էր, ոչինչ չէի տեսնում։ Ոչինչ, հացը խփամ GPS-ին, հազիվ կարողացա պատտեմ ճանապարհ չարեմ գամ։ Սուրբ Հոգին մեր կորած ճանապարհների մեջ մեր GPS-ն է։ Մեզի տանում է։ Մենք պետք է հիմնենք նրան, պետք է վստահենք նրան։ Եվ Սուրբ Հոգուն տվել է, որ մենք կարողանանք լավ այս ճանապարհի մեջ քայլենք։ Որպեսզի նա մեզ ամեն օր առաջնորդի, Սուրբ Հոգին գալիս է, որ մեզ ամեն օր առաջնորդի։ Եթե այսօր ոչ մի առաջնորդություն չունեցանք Սուրբ Հոգուց, այսօր ձեռքից տվել ենք։ Ես ամենին ասում եմ, այսօր Աստված քեզ հետ ինչ խոսեց։ Եվ այդ խոսացողը Սուրբ Հոգին է, որ մեր մեջ գործում է։ Եթե այսօր մենք խոսք չենք ունեցել Սուրբ Հոգուց, ուզենանք սրանից հետո եւ Աստծուն ասենք Տեր Աստված ինձ օգնի։ Սուրբ Հոգի ջան, օգնի, որ լսեմ։ Ես չեմ կարողանում հասկանամ առաջի դարվա եկեղեցին ինչպես էր Սուրբ Հոգին իրանց հետ խոսում։ Ասում էին մենք եւ Սուրբ Հոգին հարմար իմացանք, որ այս բանն անենք։ Արդյոք այդ բանը կա մեր մեջ։ Սուրբ Հոգին պետք է խոսի։ Եթե Սուրբ Հոգին մեզ հետ չի խոսում, մի խնդիր կա։ Գնանք Աստծո ներկայության մեջ եւ Աստծոց ուզենանք Տեր, ի՞նչն է այդ պատճառը, որ ես քո ձայնը չեմ լսում։ Եթե հիշեք, քանի շաբաթ առաջ խոսեցի լսելու մասին, մենք կանչված ենք, որ Աստծո ձայնը լսենք։ Ինչ բան է պատճառը, որ մենք չենք կարողանում Աստծո ձայնը լսենք։ Աստծուն ասենք, Տեր, ես ուզում եմ քո ձայնը լսեմ։ Եվ Տերը կսկսի խոսել, եթե իսկականից մեր սիրտը, մեր փափագը սա է։ Սուրբ Հոգին ճանապարհ է ցույց տալի, ցույց է տալի ճիշտ ուղին։ Ճշմարտություն եւ ճշմարտություն է սովորեցնում, օգնում է ճանաչել Աստծո ճշմարտությունը։ Առանց Սուրբ Հոգուն մենք երբեք չենք կարող Աստծուն հասկանալ։ Պողոս Առաքյալն է ասում, Սուրբ Հոգին մեր մեջ այդ աղմուկներով, այդ աղոթներով, որ մարդը չի կարողանում հասկանալ, իր ամբողջ խնդրանքները բերում է առաջ, բերում Աստծո առաջ։ Եվ այսօր Սուրբ Հոգուն մենք պետք ունենք, որ մեր միջոցով խոսա եւ բարեխոսություն անի եւ պաշտամունք բարձրացնի Աստծո առաջ։ Օգնում է ճանաչել Աստծո ճշմարտությունը։ Հիսուս Քրիստոսն ասավ. Ես եմ ճշմարտությունը, ճանապարհը եւ կյանքը։ Թողեք Հիսուսին մենք Սուրբ Հոգու միջոցով ճանաչենք։ Մեղքը ցույց է տալի, Սուրբ Հոգու մատ գործերից սա է։ Մեղքը ցույց է տալի եւ փոխում է մեզի։ Ցույց է տալի մեր սխալները եւ մեզ փոխում։ Քայլ առ քայլ ապրելը Սուրբ Հոգու հետ ամեն օր մեզի օտար ստեփի մեջ է տանում, օտար փուլի մեջ է տանում եւ մենք կարողանում ենք ավելի մաքուր եւ ամբից եւ անառատ ապրենք Հիսուսի համար։ Հանգստացնում է եւ ուժ է տալի։ Սուրբ Հոգին մխիթարիչ է։ Սուրբ Հոգին գալիս է եւ մեր կոտրվածությունը, մեր կոտրված մասերը մեր սրտին ինքը բուժում է։ Ես պատահել անգել եմ Աստծո ներկայության մեջ Տեր Աստված։ Իմ դատարկությունները դու ողորմիր։ Կարիք ունեմ մատ անսահման սերի եւ հանգստության։ Եվ Սուրբ Հոգին գալիս է եւ այդ անսահման սերը տալիս է եւ մենք կարողանում ենք հանգստանալ։
օգնում է մեզի կարողանանք ծառայել, օգնում է որ կարողանանք մյուսների համար օգտավետ մարդիկ լինենք, հաստատում է մեզի, որ մենք Աստծունն ենք, հավատում եք Աստծունն եք, վստահ եք դուք Աստծունն եք, շատ դժվար բան է, եթե ես Աստծունն եմ, Աստված պետք է ինչ անի, ամեն օր մեր ճյուղերը մաքրի, Հովանու ավետարան 15-րդ գլխի մեջ ասում է, Հայր Աստվածը այգեբանն է, եւ ամեն օր այդ ճյուղերն ինչ անում, մաքրում է, այդ ճյուղերին մաքրում է եւ պատրաստում է, որ այդ ճյուղերը պտուղ բերեն։ Եթե Հիսուսի մեջ ենք, եթե բնակված ենք Հիսուսի մարմնի մեջ, այսինքն եկեղեցու մեջ, իսկական մարմնի մեջ բնակված ենք, Հայր Աստվածը սկսում է մեզի տաշել, Հայր Աստվածը սկսում է մեզի սրբագործել, եւ այդ ամեն բանը Սուրբ Հոգու միջոցով անում է, որ մենք պատղաբեր մարդիկ լինենք, որ Աստված նայում է ասա, ահա այս իմ զավակն է, ես ուրախ եմ իմ զավակով, Տեր Հիսուսի համար այդպես էր, չէ՞, մկրտության ժամանակ երկինքը բացվավ, եւ ասավ, սա է իմ միածին որդուն, որ ես նրանից գոհ եմ, թողեք երկինքը, Հայր Աստվածը երկնքում դավանի, սա իմ ժողովուրդն են, թողեք Աստված պարծենա մեզանով, եւ այդ բանը Սուրբ Հոգին անում է եւ մեզ պատրաստում է, հիշեցնում է, որ մենք Աստծո զավակներն ենք, ինչքան հիանալի է, մենք Աստծո զավակներն ենք, եթե բացի այդ ենք մտածում, պետք է վերանորոգենք մեր հավատքը, Հովհաննեսի 14-րդ գլխի 26-րդ մեջ, ասում մխիթարիչը Սուրբ Հոգին կսովորեցնի ձեզ ամեն ինչ, ճանապարհի ընթացքին, որով մենք Աստծո հետ քայլում ենք, պետք ունենք մի հոգի, որպեսզի մեզ ինչ անի, մեզ գայդ անի, թուր գայդ պետք ունենք, չէ, օտար երկիր եթե գնաք, եթե թուր գայդ չունենաք, ոչ մի ծիրուն տեղ չեք կարող հանդիպել, ոչ մի բանի չեք կարող, այդպես որ ճամփորդյան համար ծախսում եք, կարողանաք ամեն բանից դուք վայելեք, Սուրբ Հոգին տանում է այդ վայելչության համար, հավատացեք ժամը, որ Սուրբ Հոգու հետ մենք տալիս ենք, այդ օծությունը, որ Սուրբ Հոգու միջոցով մենք առնում ենք, եւ այդ գործերը, որ Սուրբ Հոգու միջոցով մենք անում ենք, դրա նման քաղցր բան աշխարհի մեջ չեք կարող գտնել։ Եվ որ դուք աղոթում եք մարդկանց համար եւ Աստված հայտնություն է տալիս Սուրբ Հոգու միջոցով։ Եվ որ մատ ընտանիք, որ քայքայված են, այդ ընտանիքին հանդիպում եք եւ ընտանիքի մեջ ուրախություն է գալի, դրա հաճությունը չեք կարող ձեր բերանի մեջ զգաք, այնքան քաղցր է, պետք է անպայման Սուրբ Հոգով սկսեք զբաղվել, որ Սուրբ Հոգին այդ ճանապարհները մեզի սովորացնի, 6-րդ բանը, Աստված մեզ կանչում է անձնական հարաբերության մեջ, ճամփորդության մեջ ամեն մեկս անհատական հարաբերություն ունենք Աստծո հետ, այս մեծ առավելություն է, երկինքների Տերը, ստեղծող Աստվածը, թագավորների թագավորը, մեզ հետ անձնական հարաբերություն է սիրում, հավատում եք այդ բանը, դրա համար Հիսուսն ասում է, եթե աղոթում ես գնա սենյակը, դուռը փակի, որտեղ քո երկնային Հայրը այդտեղ է, սենյակի մեջ մեր երկնային Հայրը այնտեղ է, մեր մենակության ժամանակ Հայր Աստվածը տեղ է բնակվում, արդյոք ուզում եք այդպեսի բան հանդիպեք, գնացեք եւ սկսեք Աստծո հետ խոսալ ձեր սենյակի մեջ, Հայտնության 3-րդ գլուխ 20-րդ համար ասում է, ես դրան առաջ կանգնած եմ եւ թակում եմ, շատ հետաքրքիր է, եւ որ գնում ենք սենյակի մեջ, դուռը փակում ենք, իհարկե այս համարը եկեղեցու մասին է խոսում, բայց ինչքան զարմանալի է, եւ որ մենք սենյակի մեջ մտնենք, դուռը փակենք, Հիսուս Քրիստոսը որոնում է եւ դուռը թակում է, որ ներս մտնի մեզ այդ հարաբերության մեջ կա։ Եվ այն ժամանակ կտեսնեք, որ Տիրոջ ներկայությունը ինչքան զարմանալի կլինի ձեր կյանքի մեջ։ Աստված ցանկանում է մոտ լինի մեզ։ Նա ուզում է, որ մենք ամեն օր ժամանակ անցկացնենք նրա հետ։ Ես շատ եմ սիրում երեխեքս միշտ իմ շուրջը լինեն, որտեղ հայր եմ, բայց կատարյալ հայր չեմ, բայց մեր երկնավոր հայրը կատարյալ է, եւ ուզում է, որ ամեն օր մենք իր հետ ժամ ունենանք,
Գիտեք չէ որ մի բան մենք տան կամ ինքը պակաս ունենա, այլ ինքը իր առատությունից այդ ժամանակ որ իր հետ ենք այդ առատությունից տա որ մենք վայելենք։ Նա ուզում է որ մենք ամեն օր ժամանակ անցկացնենք։ Ամեն։ Նա ուզում է որ մենք քայլենք նրա հետ, ոչ միայն ճանաչենք նրան։ Ճանաչելը մի բան է, քայլել Աստծո հետ օտար մի բան է։ Դուք ինձ ճանաչում եք, բայց ինձ հետ չեք քայլում։ Օրվա ընթացքին ինձ հետ չեք։ Բայց Աստված ներկա է։ Աստված ամեն րոպեին կարող է ձեզ հետ քայլի։ Ամեն։ 7-րդը Աստված խոստանում է առաջնորդել եւ աջակցել մեզ։ Աստված առաջնորդում է մեզի։ Նա քայլում է մեզ հետ կյանքի ճանապարհի յուրաքանչյուր փուլում, դժվար պահերին Աստված մեզ հետ է։ Մատ եղբայրներից կար որ ինքը բան էր, մոլի էր, նարկոման էր։ Ասում բանդում հանդիպեցինք մի հատ հավատացյալների որ վկայություն տվան, ասես մտան բանդի մեջ։ Ասում սկսան բողոքել։ Ուր ես դրա Աստված, ասում ձերքս բարձրացրել եւ սկսեցի ասուն հայհոյել, ուր ես, եթե կաս իմ ձերքս բռնի։ Եվ ասում անգամից Աստծո ձերքը եկավ իմ ձերքս բռնավ։ Ասում սկսավ ձերքս հուպտալ։ Ասեցի դրա Աստված, ասամ ձերքս բռնի, բայց չասեցի որ իմ ձերքս կոտրի։ Աստծո ներկայությունը զարմանալի է, եւ որ գալիս է եւ կանչում են նրան, Աստված պատասխանում է, ինքը ուզում է մեզ հետ քայլի եւ մեզ հետ ապրի։ Նա քայլում է ամբողջ ճանապարհների մեջ։ Այսօր եթե դժվար փուլի մեջ ես, մի մտածի որ Աստված այս փուլի մեջ քո հետ չի։ Վստահի նրան եւ քայլի։ Եվ ասա եթե մարմինից կեսն էլ անցնի, եթե մեռնեմ էլ, ես չեմ ուրանա քեզ եւ քո հետ քայլեմ։ Աստծո հետ քայլելը ուղղություն է տալի մեզ, իմաստություն է տալի մեզ, պաշտպանություն է տալի մեզ, ուժ է տալի մեզ, ուղղում է մեզի եւ մխիթարություն է բերում մեր կյանքի մեջ։ Ամեն պարագայում Աստծո մխիթարությունը կար։ Ես հիշում եմ դժվար ժամանակներից մեջ, որ շատ դժվարության մեջ էի։ Եվ որ տան զանգը խփում էին, ես սկսում էի դողալ։ Ասամ էլ ինչ է այսօր ուզում պատահի ինձ համար։ Ամեն օր մահատ նոր վատություն, ամեն օր մահատ նոր վտանգ։ Եվ մենակ մահատ ձայներ իմ մեջ։ Սուրբ Հոգին մենակ մահատ ձայներ, մահատ ձայնով խոսում էր էս։ Համբերի եւ մի վախենա։ Համբերի եւ մի վախենա։ Եվ տարիներ այդ բաների մեջ այդ ձայնը չկտրվեց, համբերի եւ մի վախենա։ Եվ այդենցով մինչով այսօր կարողացամ ոտքի կանգնեմ եւ Աստված մինչով այսօր բերել է ինձ հասցրել այստեղ։ Սաղմոս 32-րդ համարը ասում է. Ես կսովորացնեմ քեզ եւ կսովորացնեմ այն ճանապարհը, որով դու պետք է գնաս։ Այդ ճանապարհը, որ պետք է գնաս, ես քեզ կսովորեցնեմ։ Գիտես, մարդիկ չեն իմանում իրանց դժվարությունների մեջից ինչպեսի անցնեն։ Աստված սովորեցնում է այդ բաները։ Եվ մենք եթե Սուրբ Հոգու հետ կապ ունենք, կարող ենք այդ ճանապարհները մարդկանց սովորեցնել։ Ես անցյալ շաբաթ որ Ֆրեդ եղբորս տուն էի, Աստված խոսք տվեց մելոդին ասեցի։ Տակն ու վերելա, որտեվ ինքը չէր մտածում դրա մասին։ Եվ որ խոսեցի, ասավ դու իսկականից հիմա ինձ հովություն ես անում։ Ինքը տարիքով ինձանից մեծ է, բայց Սուրբ Հոգին ինձ պատգամ էր տալի, եւ որ ասեցի, կատարյալ ուրախություն եկավ իր վրա։ Անցյալ շաբաթ ինքը ճամփորդուն էր եւ որոշել եմ որ հունվարի 7-ին կան մեր մոտ։ Հույսով որ ջրօրհնեկից նոր հետո աղոթեք որ ոչ մի բան չպատահի իրան կան մեզ հետ լինեն։ Տեսեք Աստված մեզ ճանապարհները լավ գիտի եւ լավ ուսումնասիրում է ամեն ինչը եւ մեզ սովորեցնում է։ Թողեք վստահենք նրան։ Արդյոք վստահում եք Աստծուն։ Եվ 8-րդ վերջի քայլը։ Աստված մեզ համար տեղ է պատրաստում։ Ավելի շուտ ես ասեմ, Աստված մեզ համար տեղ պատրաստել է։ Հավատում եք Աստված մեզ համար տեղ է պատրաստել։ Ընդ այդպես որ ասեցի, Հիսուսն ասավ որ ես եթե գնամ եւ ուզենամ տեղ պատրաստեմ, չի ասում տեղ պատրաստ չի։ Ասում է եթե ես գնամ եւ ուզենամ տեղ պատրաստեմ, հետ եմ դառնալու եւ ձեզ տանելու եմ։ Հետ եմ դառնալու եւ ձեզ տանելու եմ։ Ինչքան կարեւոր է ճամփորդության մեջ Տեր Հիսուսը գալիս է։
ճամփորդությունը ավարտում է եւ նրա հետ ինչ անում հավետանական կյանք է տալի մեզ Հիսուս Քրիստոսը գալիս է եւ մեզի տանում է Աստծո հետ ճամփորդությունը երբեք չի ավարտվում մա ճամփորդուն կա որ երբեք չի վերջանա Սիրեք փող ունենայինք ամբողջ աշխարհում անգայինք կվերջանար մի օր բայց Աստծո հետ քայլելը ճամփորդելը միջով հավիտյանը եւ չի վերջանում գիտեք ինչու համար որտեղ մեր Աստվածը անսահման Աստված է անսահման Աստուն ամեն օր մի նոր բան Աստծուց մենք գտնում ենք եւ որ գնանք երկինք կտեսնենք հրեշտակներն ասում են հալելույա սուրբ հալելույա գիտեք ինչու համար ամեն անգամ դրանք մահատ շքեղ բան Աստվածանից տեսնում ենք որտեղ մեր Աստվածը unlimited Աստված է անսահման Աստված է եւ դրա ճանաչելը կատարյալ ձևով կարելի չի որտեղ մենք չենք կարող Աստուն կատարյալ ձևով ճանաչենք բայց Աստված մեզ հրավիրել է որ իր հետ քայլենք եւ այդ շատ ուրախալի մի բան է Աստծո հետ ճամփորդությունը երբեք չի ավարտվում եւ հետաքրիր բանը որ կատարվում է մահը դուր է ես եւ որ գնում եմ հուարկավորությամբ ես իմ զգացումն է կարողա օտարները չընդունեն այդ բանը եւ որ հողը քաշում են այն կողմ որ այդ դիակը դնեն գետնի մեջ այդ դակաղը դնեն գետնի մեջ ինձ համար ճիշտ կարծես այդ հողը մա դուր է որ գնում է այն կողմ եւ այս դակաղը գնում է դեպի հավիտենություն ինձ համար այդպես է ուրեմն մահը մա դուր է որ մեզի տանում է դեպի որտե դեպի հավիտենական կյանք ոչ թե ինչ ոչ թե վերջանամ է բան մահը վերջը չի երկինքը Աստծո երեխաների տունն է երկինքը Աստծո երեխաների տունն է եւ մահն է դուռն է որ մենք բացում ենք որ ներս մտնենք այդ հավիտենության մեջ Հովհաննես 14-ի 2 եւ 3 այսպես է սկսում ես գնում եմ ձեզ համար ինչ եմ անում տեղ եմ պատրաստում որ հետ առնամ եւ ձեզի տանեմ աշակերտներն ասացին Տեր Հիսուս դու որտե ես գնում մենք այդ ճանապարհը չգիտենք եւ Ֆիլիպոսն ասավ հորը մեզ ցույց տուր այսքան բաների կա ասավ ես ինձ տեսնում ես հոր էլ տեսել ես ես եմ ճշմարտությունը ես եմ ճանապարհը ես եմ այդ կյանքը եւ այսօր մենք կանգնած ենք այդ ճանապարհի ընթացքում տեսեք Աստված ինչքան զարմանալի գործեր արել մեր կյանքի մեջ ուզում եք գոհանանք Աստծուց Աստուն փառք տանք մեր ուտելիքի համար շատ կարևոր չի շատ փառք տանք բայց Աստուն իր ամբողջ գործերի համար սկսենք պաշտել եւ փառաբանել թող քանի հատ այդ կետերը նայենք իրար հետ ու վերջացնենք Աստված մեզ համար կատարյալ է եւ կատարել է եւ ինչ արել հետեւյալ քայլերը ինքը պատրաստել է Աստված նախ սիրեց մեզի ուղարկեց Հիսուսին եւ ինչ արա փրկեց եւ ներեց մեզի տվեց Սուրբ Հոգուն կանչում է մեզ համբերության կանչում է ամեն օր Հայր Աստված մեզ կանչում է առաջնորդում է եւ ինչ անում եւ պաշտպանում է ամեն մեկիս եւ խոստանում է որ հավիտենական կյանք տա մեզի այս ճանապարհը այսպեսի բաները պատրաստված Հայր Աստծո միջոցով ոտքի վրա կանգնենք հալելույա արդյոք մտածում ես որ Աստված քո հետ քայլում է իսկականից մտածում ես որ Աստված քո հետ քայլում է թե ոչ ընդունենք կամ չընդունենք Աստված մեզ հետ քայլում է զգանք կամ չզգանք Աստված մեզ հետ քայլում է ինչ վիճակի մեջ որ կանք Աստված հավատարիմ իր խոստումների մեջ այդ պայմանով որ մեր սիրտը իր հետ լինի դուք չեք կարող ճամփորդյան ժամանակ մեր ոտը մեքենայի մեջ տնեք մեր ոտը գետնի վրա դուք հաստատ պետք է քայլեք
Դուք անպայման պետք է ձեր ներկայությունը մեքենայի մեջ լինի, որ կարողանաք այդ ճամփորդությունը վարեք եւ գնալ։ Փրկության մեքենայի մեջ էլ մենք պետք է հաստատ մնանք եւ վայելենք Աստծո հետ միջով որ մտնենք հավիտենական կյանքի մեջ։